Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Բանակում արմատական բարեփոխումների, համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ներդրման կարեւորության մասին շատ են խոսել։ Ավաղ այս համակարգի ներդրումը 2 տարի առաջ կարևորող իշխանությունը ընտրեց բարեփոխումների այլ ճանապարհ։ Պաշտպանության նախարարությունը մշակեց բանակի կերպափոխման հայեցակարգ, որի հիմնական նպատակներից մեկը հռչակեց զինված ուժերի պրոֆեսիոնալիզացումը։ Հայեցակարգում նշվում է, որ ի հաշիվ պայմանագրային զինծառայողների թվի ավելացման պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվելու է, բայց շարքային կազմի համար սահմանվելու է պարտադիր պատրաստության ժամկետ 6 ամիս, որից 4.5 ամիսը տեսական, 1.5 ամիսը գործնական պատրաստության համար։ Այստեղ կանգ առնենք։ Օրերս կառավարությունը հավանություն տվեց մի օրինագծի, ըստ որի 24 միլիոն դրամ վճարելով կարելի է 1 ամիս ծառայել։ Հարց է առաջանում, բա ուր մնաց պարտադիր պատրաստության 6 ամիսը։ Ընդունված օրինագծի հեղինակը պնդում է, թե նպատակը այլ երկրի քաղաքացիություն ստանալու վրա գումար ծախսելու փոխարեն պետական բյուջեն լցնելն է, որից հետո տղան 1 ամիս կծառայի, այնուհետև նրան կհաշվառեն պայեստազորում եւ կարիքի դեպքում ներուժը կօգտագործեն։ Բայց հավատացեք, ավելի լավ է 1 ամիս ծառայածին պայեստազորում ընդհանրապես չհաշվառել, ու անգամ անհրաժեշտության դեպքում նրան զենք չվստահել, քանի որ եւ շրջապատի եւ հենց իր համար կարող է վտանգ ներկայացնել։ Էլ չեմ խոսում հասարակությանը հարուստների ու աղքատների բաժանելու անթույլատրելիության մասին։ Վերադառնանք սակայն բանակի կերպափոխման հայեցակարգին։ Մասնագետների գնահատմամբ փաստաթղթում շատ բան լղոզված է։ Օրինակ, եթե պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվելու է, ինչ ռեսուրսով է իրականացվելու սահմանների պաշտպանությունը, միայն պայմանագրայինների, թե նաև ժամկետայինների միջոցով։ Ինչ անելու զինվորը պարտադիր պատրաստության ժամկետից հետո։ Պայեստազորը իրական պատրաստություն անցնելու է, թե էլի 25-օրյա ձևական հավաքներին է մասնակցելու։ Ոմանք կարող են մեզ մեղադրել բանակի խնդիրները հրապարակայնորեն քննարկելու համար, բայց կարծում եմ միայն այս կերպ է հնարավոր հասնել իրական խնդիրները գույքագրելուն եւ դրանց իրական լուծումները գտնելուն։ Սուր թեմայի տաղավարում նշված հարցերը քննարկել ենք անվտանգության ռազմական հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Միակ նպատակը մեր հայրենիքին, մեր երկրին ծառայելն է։ Հայրենիք սկսում են ընտանիքից ու պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել մեր ընտանիքին, մեր սահմանները։ Ավելի լավ է հիմա անենք, քան չանենք կամ անենք շատ ավելի ուշ։ Առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պետք է զինվորը պատրաստ լինի, զգոն լինի։ Ամենակարևորը այս հարցում պետք է արդարություն լինի։ Ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ։ Բանակը կհամալրվի այլ պայմանագրային զինծառայողներով եւ կդառնա ավելի մարտունակ եւ անխոցելի։ Շուստերի հայր ա եղել, այդ քաղաքացիության հարցերը դասավորելա։ Սա կոռուպցիան վերացնելու ճանապարհ է։ Իշխանություններն առաջարկում են 24 միլիոն դրամ վճարելով 1 ամիս ծառայելու հնարավորություն տալ։ Հիմնավորումը չծառայելու պատճառով Հայաստանի քաղաքացիությունից հրաշարվելու պրակտիկայի կանխումն է։ Որքանով է արդարացված այս մոտեցումը եւ բացասական ինչ հետևանքներ այն կարող է ունենալ։ Պատերազմի մեջ գտնվող երկրի համար շատ կարևոր է, ես նույնիսկ կարող եմ ասել անկյունակարային է, տվյալ երկրի քաղաքացու, որը իր զինվորական պարտն է կատարում բանակում որպես զորակոչված կամ պայմանագրային, շատ կարևոր է արդարության սկզբունքը։ Ուրեմն այն որոշումը, որ կայացես, դա նշանակում է պետական բյուջե վճարում ես գումար չես ծառայում։ Պատերազմող երկրում չծառայող չկա։ Բոլորն են ծառայում։ Երկրի ղեկավարի զավակներից, հարազատներից սկսած մինչև շարքային քաղաքացին։ Ուրեմն հիմա մեր բանակը կազմալուծելու իրավական գործընթացի մեջ ենք։ Իսկ դա պետք է մեր հարևան Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եթե դու գումար ես վճարում, չես ծառայում, կարող ես 1 ամիս ծառայել, վճարել 24 միլիոն, 4 ամիս ծառայել, վճարել 18 միլիոն, 16 տարին չլրացած, վճարել 18 միլիոն եւ 15 միլիոն եւ չծառայել։ Ինչը նշանակում 1 ամիս ծառայել։ Ես իմ պրակտիկայից ասեմ կոնկրետ փաստեր։ Զորակոչված ժամկետային զինծառայողը, երբ զինվորական կոնկրետ մասնագիտություն է ստանում ուսումնական զորամասերում 5-ից 6 ամիս այդ զորամասում ստանում էր գիտելիք եւ փորձառություն։ Եթե ինքը կցագրված էր մարտական հերթապահություն իրականացնող սահմանային զորամասին, մի քանի ամիս ինքը փորձառություն էր ստանում սահմանում ոչ կարևորագույն
հաստիկների վրա էր նշանակվում, մինչև այդ փորձառություն ձեռք բերել, որը երաշխիքներից մեկը կլներ անվտանգ ծառայություն։ 8-9 ամիս հետո զինծառայողը ալևս ունակ էր, ուշադիր, ուշիմ, կարգապահ հրամանեկատարող զինծառայողը ունակ էր կատարել կոնկրետ մարտական խնդիր։ Ինչը նշանակում 1 ամիս ծառայել եւ հետո չծառայել, ինչը նշանակում 4 ամիս ծառայել եւ հետո չծառայել։ Եվ եթե 16 տարին չլրացած անձը գումար է վճարում, հրաժարվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ դուրս է գալիս, ինչը կարծում մեզ մոտ չի խթանվում արտագաղթը, ոչ թե արտագաղթը չզոքացնում են դրանով, այլ արտագաղթը խթանում են։ Եթե դրանել գումար ենք, որ ունևորների զավակները չեն ծառայելու, չունևորները, որոնք ակնհայտ տեսնում են, որ բանակում ներկա իշխանությունների ժամանակ սպանություններ, ինքնասպանություններ, ինքնախեղումներ, դժբախտ պատահարներ անչափելի մեծ են, քան նախորդ տարիների, նախորդ իշխանությունների ժամանակ, ապա այդ ծնողների ճնշող մեծամասնությունը իրենց ձեռքի տակ ունեցած առավելագույն հնարավորությունը իրենց զավակներին եւս ցկտելու են, որպեսզի իրենք չծառայեն։ Որքանով է արդարացված երկրի պաշտպանությունը հիմնականում պրոֆեսիոնալ բանակին վերապահելը։ Բոլոր ռազմական կազմավորումները պրոֆեսիոնալ են։ Բոլոր անխտիր սիրողական բանակ գոյություն չունի։ Ուղղակի բանակի կազմավորման 3 մոտեցում կա։ Առաջին զորակոչային, այնինչ Հայաստանի Հանրապետությունում եւ այլ պետություններում արվում է։ Երկրորդ կազմավորման ձևը դա պայմանագրայինն է։ Պայմանագրայինները երկրի քաղաքացիները, տվյալ երկրի քաղաքացիները, իսկ ներկա պայմաններում նաեւ միգուցե այլ երկրի քաղաքացիներ անհատապես պայմանագիր են կնքում պետական այդ հաստատության հետ, որի անունը կամ պաշտպանության նախարարություն է, կամ այլ երկրներում այլ անվանումներ, օրինակ Իսրայելում պաշտպանական բանակ է կոչվում, հա։ Կնքում են պայմանագիր որոշակի զինվորական մասնագիտություններով ծառայելու համար։ Ընդ որում այդ անձնակազմը բավականին բարձր դրամական բավարարում են ստանում սոցիալական լուրջ փաթեթ, այսինքն իրենց մոտիվացիան բացի իրենց մասնագիտական ունակությունները կիրառելուց նաև նյութական շահագրգռվածություն է եւ կա բանակի կազմավորման երրորդ ձևը դա վարձու բանակն է։ Անհիշելի ժամանակներից վարձու բանակներ եղել են։ Հիմա այդ վարձու բանակներ ունեն հետեւյալ անվանումը մասնավոր ռազմական կազմավորումներ կամ ավելի շուտ ընդունված է ռուսերենով частные военные компании։ Եվ այդ մասնավոր բանակները կոնկրետ մարտական խնդիր են կատարում հստակ գումարի դիմաց։ Երկրներ կան, որ իմ նշած առաջին 2 մոտեցումներ է բանակը կազմում։ Օրինակ, մեզ համար շատ կարևոր է ուսումնասիրել եւ գնահատել Իսրայելի բանակը, որտեվ շատ պարամետրերով մենք մոտ ենք Իսրայելին եւ իր հարևանների տրամադրվածության Պաշտպանության նախարարության կազմած բանակի կերպափոխման հայեցակարգը իրագործելու դեպքում արդյոք կլուծվի անվտանգային արդի մարտահրավերներին դիմակայելու խնդիրը։ Սովորաբար այն գնահատվում է համատեկանության մեջ։ Ասենք նայում ես մեր նման երկրներին, որոնք շրջապատված են ոչ բարեկամ երկրներով, եւ ըստ այդմ քո երկրի քաղաքական ղեկավարությունը կոնկրետ խնդիր է դնում ռազմական ղեկավարության առաջ։ Երկիրը բերել պոտենցիալ պաշտպանունակ վիճակի, կախված մարտահրավերների տեսակից ու քանակից, որոնց մի մասը արդեն իսկ Հայաստանի համար սպառնալիք է, ըստ այդմ է որոշում բանակի կառուցվածքը, անձնակազմի քանակը, զինատեսակները, բանակի զինանձնակազմի մոտիվացիան, զորակոչման տարեթիվը, պայմանագրայինների տրվող սոցիալական ապահովության փաթեթը, հա։ Այնինչ այն իրավական ակտերը, որ ընդունվում է, նախ մշակողները առանձնապես չեն փայլում իրենց ռազմական եւ անվտանգային բարձր գիտելիքներով, փորձառությամբ չեն փայլում, ասենք մոտավորապես շրջանակը հայտնի է ովքեր են, հա, մշակում։ Պաշտպանության նախարարությունը ծրագրում է բանակի բարեփոխումներն իրականացնել մինչև 2035 թվականը, անվտանգային ներկա մարտահրավերները հաշվի առնելով, ինչը անհրաժեշտ անել առաջիկա 1-2 տարում։ Հետաքրքիր է, որ իրենք մինչև 35 թվական, այսինքն որոշակի առումով ռազմավարական կտրվածքով են մշակումներ անում։ Ես համակարծիք չեմ, քանզի Հայաստանի համար ժամանակն ու տարածությունը բավականին խտացված է։ Մշակումները 1, 2, 3 տարվա, որովհետև այն մարտահրավերները, որ կան եւ այն սպառնալիքները, որոնք ուղղակի ներս են մտել, դրանց չեզոքացնելու առարկայական խնդիր կա։ Մասնավորապես մեր հարևան Ադրբեջանի Հանրապետության հավակնությունները մինչև Երևան մայրաքաղաք է հասնում։
Ադրբեջանը պարբերաբար կրակում է սահմանին, Հայաստանին տարատեսակ պահանջներ ներկայացնում։ Ադրբեջանը հոգեբանական պատերազմ է վարում։ Առաջին հերթին այո հոգեբանական, առայլս որ անցկա, որը չունի իրավասություն հրաման տալու չկրակելու, իսկ դա քրեորեն պատժելի արարք է, որտեղ սահմանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը իրականացնում է սահմանի պահպանությունը։ Եթե հակառակորդի ագրեսիա գնահատվում, ասենք մարտական հենակետի ավակը, որը կարող է կոչումով սերժանտ լինել, ինքը տեղում որոշում է կայացնում, վերադասին ուղղակի իրազեկում է, որոշում է կայացնում պատասխան կրակով հակառակորդի կամ կրակակետը լրացնել կամ առաջխաղացումը կասեցնել։ Այստեղից շատ բարձ հետևություն, որ եթե նման հրաման է տալիս չկրակելու, շփման գծի բնակավայրերի մեր երկրի քաղաքացիները անպաշտպանվածության զգացողություն ունեն։ Եթե դրան էլ ավելացնենք, որ հակառակորդը այլևս թիրախային կրակում է շենքերի վրա, տների վրա, առայժմ մարդկանց չի խփում, սա արկա է հոգեբանական լրջագույն ճնշում։ Առաջին, երկրորդ, այդ գյուղերը աստիճանաբար դատարկվելու են, ինչու, որտեղ գյուղացին իր ընտանիքի կարիքը հոգում է գյուղ նշանակության հողատարածքների աշխատելով եւ անասնապահությամբ։ Եթե հակառակորդը 24 ժամվա ռեժիմով կրակում այն չկարծում, քանի գյուղացի այդ կրակի երաշտության ներքո կկատարի գյուղատնտեսական նշանակություն ունեցող աշխատանքներ։ Որքանով է հավանական Ադրբեջանի հարձակումը եւ ինչ է անհրաժեշտ անել այն կանխելու համար։ Շատ մեծ հավանականություն կա, բայց պատերազմ սկսելու կամ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու պատասխանատվությունը Ադրբեջանի վերադրած չի։ Ադրբեջանի նախագահը նման որոշում կայացնելու իրավասություն չունի։ Ավելին անգամ նման իրավասություն չունի իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի նախագահը։ Այդ որոշումը նվազագույնը կայացվում է Լոնդոնում։ Ինչու, որովհետև եթե նման որոշում կայացվեց եւ տարածաշրջանը ուղղակի դարձավ վառու դիտակար, որը պայթելու է, հիմնական թիրախը ոչ թե Հայաստանն է, Հայաստանը տարածք եւ գործիք է, դա Ռուսաստանն է։ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու նպատակ է հետապնդվում։ Թուրքիան բրիտանա-թուրքական մեծ թուրան պրոյեկտի շոկ է քաշն է եւ անհրաժեշտության դեպքում եթե ռազմական գործողությունները սկսեն, ապա առաջին կայծը կարծում եմ սկզբունքորեն կարող է տրվել Հարավային Կովկասով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, եւ որի համար Ադրբեջանը տարեկան 44 օրից հետո 10 եւ ավել ռազմական լուրջ զորավարություններ անցկացնում ոչ միայն ներքին, այլև իր դաշնակից երկրների հետ։ Ինչա պետք անել։ Խոչընդոտները վերացնել երկրին տոտալ ինքնապաշտպանության բերելու։ Այսօր մեկ խոչընդոտ կա։ Նրանք, ովքեր որոշումներ են կայացնում եւ որոշումների կայացման արդյունքում մենք կրում ենք պարտություններ։ Ժամ առաջ իրենց պարտականությունները պետք է չկատարեն։ Կատարեն նրանք, ովքեր մասնագետ են, ովքեր ունեն անցած ճանապարհ, հեղինակություն, փորձառություն եւ ամենակարևորը նվիրվածություն։ Կային ժամանակներ, երբ յուրաքանչյուր ծնող ցանկանում էր, որպեսզի իր երեխան անպայման բարձրագույնի դիպլոմ ունենա։ Թե բա եթե աղջիկը չունի դիպլոմ, հարց չեն տանում, եթե տղան չունի, նրան լուրջ չեն վերաբերում։ Իսկ թե արդյոք այդ բաղձալի թղթի կտորը, որը անվանում են դիպլոմ, իր մեջ ամփոփում էր գիտելիքներ, որոնք կարող էին բարեկեցիկ կյանքի հիմք դառնալ, ոչ մեկին չէր հետաքրքրում։ Թե ինչու պետք է հետաքրքրեր, եթե գրեթե բոլորը անկախ գիտելիքից ու տաղանդից ստանում էին խորհրդանշական 120 ռուբլի աշխատավարձն ու բավարարում նույն պահանջմունքները։ Այսինքն խորհրդային կարգերը խրախուսում էին դասական հավասարությունը, ասելկոզի միջակությունը, միաժամանակ չմոռանալով ուշադրություն դարձնել նաև ձևական կողմի վրա։ Հայաստանը անկախացավ, սոցիալիստականին փոխարինելու եկան կապիտալիստական կարգերը, ու թվում էր, թե բուհում ուսանելը պետք է ինքնանպատակ չլինի, չէ՞ որ ի վերջո կանոն թելադրողն ու պահանջարկ ձևավորողը աշխատաշուկան է։ Բայց ոչ, հազարավոր աշակերտներ շարունակում են թակել բարձրագույն կրթական հաստատությունների դռները։ Ինչ է սա, իներցիայի ուժ, թե չկա, որովհետև այն, ինչի մասին տեղեկացանք անցած օրերին, ստիպում է հերթական անգամ համոզվել, եթե ամեն մարդ իր տեղում լիներ, երկիրը այլ կլիներ ասացվածքի ճշմարտացիության մեջ։ Պատկերացնում եք, բավական չէ առանց ապագայի հստակ պատկերացման ընդունվել են բու, 4 տարի չեն սովորել, վերջում էլ գումար են տալիս, որպեսզի իրենց փոխարեն ավարտական աշխատանք գրեն։ Կրթության փորձագետների գնահատմամբ սա պետության կողմից կրթական համակարգի նկատմամբ ունեցած ողբալի վերաբերմունքի ամենացածուն օրինակն է։ Մասնագետին կտան որակավորում, կճանապարհեն աշխատաշուկա ու բոլոր ոլորտներում էլի միջակայություն կտիրի։ Եվ սա այն դեպքում, երբ բարձրագույն կրթական հաստատություններին լուրջ մրցակից են դարձել այսպես կոչված դասընթացային կենտրոնները, որոնք 1-2 ամսում ուսուցանում են տրենդային աշխատանքներ, օրինակ SMM, որի միջոցով հնարավոր է ավելի շատ վաստակել, քան օրինակ 4 տարի մանկավարժական կրթություն ստանալով։
Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի ծանրակշիռ դիպլոմի թեթև քաշը։ Տեսանյութը։ Ինչու տանջվել համալսարանն ավարտելու համար գրել ավարտական աշխատանք, եթե կարելի է ուղղակի վճարել ուրիշին։ Նա ձեր փոխարեն ամեն բան կանի, ձեզ կմնա գոնե մի անգամ կարդալ, իմանալ թե ինչ է գրել եւ գնալ ներկայացնել։ Վերջ, համալսարանն ավարտեցիք։ 20 միավորի աշխատանքներ են տալիս, բնօրինակությունը 85%, նշել են նաև 7 եւ ավելի տարվա փորձ ունեն մարդիկ։ Մի պահ Facebook, Instagram-ում փնտրես, դիպլոմային, կուրսային թեզ փողով գրողների բազում էջեր կգտնես։ Ահա նաև կարծիքները նրանց աշխատանքների մասին։ Շատ լավ է պաշտպանել ուրիշի գրածը, անանուն անդեմ այս օկտատերը 98 միավորի է արժանացել։ Շնորհակալ է։ Այս մեկի 85-ն էլ զուտ այն պատճառով, որ շատ է արվել ելույթն ունենալիս, դողացել է, տեսնես ինչից, խեղճ մարդը չգիտի։ Դա մի շուկա է, որը անմիջականորեն հանգեցնում է, այսպես ասեմ, կրթության որպես գործընթացի հիմքերի քայքայման։ Այսինքն անիմաստ է դարձնում գիտելիքի կամ հմտությունների կամ կարողությունների ձեռքբերում։ Խնդիրը նա է, որ այդ ամբողջ կրթական համակարգում առաջի կուրսից մինչև վերջի կուրս, 4 կուրս, ընկած ժամանակահատվածում գիտահետազոտական աշխատանքի մեթոդաբանությանը ուսանողները լավ չեն ծանոթանում։ Եվ վերջում, ընդհանրապես ամենավերջում, երբ պետք է ավարտական աշխատանքներ գնեն, այդ ժամանակ սկսում են դժվարություններ ունենալ եւ հեշտ ճանապարհներով են գնում։ Էլեկտրոնային ռեգիստրի կայքում անգամ մոտավոր համընկման լրացուցիչ հնարավորությամբ չես տեսնի Get1 պետական գրանցում ունեցող կազմակերպություն, որը դիպլոմային ավարտական աշխատանք կամ թեզ գրելու ծառայություններ է մատուցում մեր երկրում։ Հետևություն համար 1. Այդ գործունեությունն ինքնին անօրինական է, բայց այնպես չէ, թե պետական գրանցում չունենալու միակ պատճառը առցանց տիրույթում աշխատելն է։ Այդպիսի կազմակերպությունների կամ անհատները, որոնք նման ծառայություններ են մատուցում, հիմնականում գրանցված են ըստ ՊԵԿ-ի, գրանցված են որպես համակարգչային ծառայությունների մատուցողներ։ Փորձեցինք պարզել, ինչ արժեն այս ծառայությունները, փաստորեն այնպես չէ, թե շարքային ուսանողի գրպանին ձեռնտու է, տարբեր արժեքներ ունեն, ֆիքսված գին չկա, աշխատանքի ծավալից է կախված։ Սուրյանկյան հետ զրուցած ծառայություն մատուցողը ծիծաղով նաև շեշտեց իր խոսքով, նայած թե ինչ որակի գործ է պետք։ Դες մի շատ հավանական կարա արժանա, էլի։ Իսկ շատ ուսանողներ են դիմում։ Անելի։ Ինչի համար են ավելի շատ դիմում։ Դիպլոմային։ Այսինքն բակալավրիատի շրջանավարտներ։ Հա։ Ինչքան ժամանակում եք գրում։ Մինչև 3-4 օր էլի մոտավոր։ Քիչ չի, հետազոտական հատվածը ոնց եք հասցնում։ Դե փաստորեն ուրեմն քիչ չէ, էլի հասցնում ենք։ Իսկ լինում է, որ նույն բանն եք տարբեր մարդկանց տալիս, եթե համընկնում են թեմաները։ Ամբողջը նույնը չէ, բայց որ ընդհանուր բաներ լինում են պատահումը։ Կառավարական տներում այս ամենի մասին չգիտեն, կապ հաստատեցինք կրթության ու գիտության նախարարություն, ասացին բարձրագույն կրթության հարցերի վարչություն չունեն, ուղղորդեցին իրենց ենթակայությամբ գործող բարձրագույն կրթության ու գիտության կոմիտե, սակայն այս կառույցից էլ արձագանքեցին, թե մեկնաբանություն չեն տա, քանի որ ակադեմիական բարևարկության սահմանումը յուրաքանչյուր բուհի առանձին գործն է, բայց եթե իհարկե անհատական դիմում բողոքներ լինեն, մեկ առ մեկ կքննեն։ Այստեղ բուհերին էլ եթե հարցնեք կասեն, որ մենք ոչ մի իրավունք չունենք, մեր տիրույթում չի եւ այլն։ Հիմա սա հասկանալի է, սա պատասխանատվությունը մեկից մյուսին։ Կրթական համակարգում բացի թողի վիճակ է, այսինքն չեն այս ոլորտում պատասխանատվության զգացումը շատ ցածր մակարդակի վրա է գտնում եւ ակադեմիական ազնվությունը կարելի ասել չի գործում։ Կրթության ոլորտի մասնագետները համոզված են այսօր պետությունը գոնե այս խնդրի հետ կապված գրավորական կեցվածք ունի, քանի որ համոզվեց ջանքերը, որ ժամանակին փորձեց գործի դնել ապօրինի այս ծառայություններն արգելելու համար, անարդյունք մնացին։ Փորձագետները նաեւ համոզված են, եթե ինչ-որ բան անել, ապա բուհն է ի վիճակի։ Միանգամից չի լինի քայլ առ քայլ պետք է շարժվեն առաջ։ Ընդ որում մասնագետները ոչ թե կարծում են, թե բուհերը պիտի այդ ծառայությունները մատուցողների դեմն առնեն, այլ տան այնպիսի կրթություն, որ ուսանողների մտքի ծայրով անգամ չանցնի դիմել կեղծիքների։ Գուցե մի քիչ հեքիաթի ժանրն է հիշեցնում, կեսկատակ, կեսլուրջ իրենց խոսքն են մեկնաբանում։ Առաջադրանքները, որոնք տալիս են, պիտի լինեն այնպիսին, որոնք որ այսպես անիմաստ դարձնեն դիմելը նման կազմակերպությունների։ Իրենք պիտի այնպիսի առաջադրանքներ լինեն, որ դու
ինքդ պիտի անես, իրենք պիտի ստուգեն այդ առաջադրանքները, պիտի ստուգեն, թե ինչպես ես դու մտածում, ինչ ես յուրացրել, ինչպես կարող ես դա կիրառել։ Այնուամենայնիվ, մինչև այդ իրականությանը հասնենք, ապօրինություններն այսօր տեղի են ունենում, ու եթե գիտկոմն ասում է անելիք չունի, գնդակը բուհի դաշտում է, Սուրանկյունը գնում է նաև նրանց պատասխանների հետևից։ Նախընտրությունը տվեցինք Մայր բուհին, Երևանի պետական համալսարանն ամենաշատ ուսանողներն ունի։ Տեղում պարզեցինք, որ ամիսներ շարունակ աշխատել են ու այս տարվանից արդեն ներդրել գրագողությունները որսացող համակարգ։ Դե հիմա փողով դիպլոմային գրողները նաև լուրջ մրցակից ունեն արհեստական բանականության դեմքով։ Իր մեջ ներառում է բոլոր հոդվածները, ամսագրերը հայտնի եւ բոլոր ինտերնետային ռեսուրսները, որոնք հասանելի են։ Համակարգը թեպետ նոր են ներդրել ու հիմա դեռևս անցումային փուլում են, բայց նախորդ տարիների շրջանավարտների աշխատանքներն են սկսել ուսումնասիրել։ Մոտ 50,000-ի կարգի ունենք հավաքած եւ այդ ամբողջը նորից վերբեռնվել է այդ միջավայր, որը հնարավորություն է տալիս նաեւ համեմատում անել նաեւ այդ աշխատանքների հետ։ Այսինքն արդյունքում ստացվում է, եթե ինչ որ մեկը դա մագիստրատական թեզի կամ աշխատանքի տարբերակով վերբեռնվել է, հաջորդ անգամ դա անմիջապես ուրեմն հայտնաբերվելու է։ Թե այս պահին արդեն ինչպիսին է ընդհանուր պատկերը, առաջին արդյունքները, կենտրոնի տնօրենը գնահատական տալուց զերծ է մնում։ Դեռևս յուրաքանչյուր ֆակուլտետ ինքն է որոշում պլագիատի մինչև քանի տոկոսն է ընդունելի համարում։ Ամեն դեպքում տեղում փորձարկեցինք համակարգը, տեղում տոկոսներ տեսանք։ Օրինակ ուսանողներից մեկի գրագողության ընդհանուր տոկոսը 36 էր, այդ պահին ամենաբարձրը։ Հեսա նայ բռնեց։ Նա ինչքան է բռնել։ Ու որտեղից է բռնել, հեսա ստեղից 106 բառ, հեսա սենց բռնել է։ Մինչև կքննարկենք ապօրինի մատուցվող ծառայությունների հարցը, արհեստական բանականության կիրառումը սեփական անվան տակ կամ համար, այն ինչ լսեցինք ու վերջաբանի փոխարեն ներկայացնում ենք, շշմեցնող է։ Տեսնում ենք, որ մի հատ պատահական կայքում դրված է հենց մեր դիպլոմային աշխատանքները ու վաճառվում է, ու բնականաբար դա վաճառում են հենց համալսարանի ղեկավարները, ովքեր որ մեզից վերցրել են այդ աշխատանքները, քանի որ դիպլոմային ամբողջությամբ այն պարունակությունն ուներ, ինչը որ մենք հենց անձամբ դասախոսի հետ քննարկելով, ձևակերպելով գրել ու ստացել էին։ Տեղեկություններից սկսած ձևակերպումներից վերջացրած։ Իրոք ապշեցնող է, այսինքն պատրաստի դիպլոմային ծախում են նաև որոշ գիտղեկավարներ, փաստորեն ուսանող թե ղեկավար, գրող թե կեղծող, գրիչ թե ռոբոտ, առուծախի այս շրջապտույտի մեջ են, բարդ է անշուշտ պետության գործը, բայց մատը մատին չտալն ու լռելն էլ վիճակն ավելի բարձիթողի է դարձնում ու տանում դեպի քաոս։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Ժողովուրդը ասում է, փորձանքը մենակ չի գալիս։ Պարույր Սևակն էլ ասում է, մարդկա ելել է շալակն աշխարհի, մարդկա աշխարհն է շալակը ստանում։ Խեղված ճակատագրեր էջի նկարանող խումբը Հարատի մարզի Սուրենավան համայնքից վերադարձել է անկճված, ապշած տեսած ու լսածից։ Ասում են, թե անգամ մեծ երևակայություն ունենալու դեպքում հնարավոր չէ հավատալ, թե ինչպես կարող է մի հոգու բաժին ընկնել այդքան դժվարություն ու թե ինչպիսի տոկունությամբ եւ համառությամբ է նա դրանք հաղթահարում։ Ավելի շուտ ոչ թե նա, այլ նրանք։ Հարազատ երկու եղբայր, 51 ու 53 տարեկան, որոնք մանկուց չեն զգացել հոր քաղցրությունն ու ուժը, որոնց մայրը մահացել է այդպես էլ չճաշակելով թորների քաղցրությունը։ Եղբայրներ, որոնք դժբախտ պատահարի հրդեհի հետևանքով կորցրել են տունը, որոնցից մեկը տարապում է ողնաշարի կողային կորացումով, մյուսի ոտքերը ցրտահարությունից ամպուտացված են։ Սարերում անասուն պայելու ժամանակ երկու մնացել է ձյան տակ։ Եղբայրներ, որոնք տունը հրդեհվելուց հետո ապրում են ավտոտնակում ու բառացիորեն քարշ են տալիս գոյությունը, միասին ամսական ստանալով ընդամենը 75,000 դրամ հաշմանդամության թոշակ։ Կարծում եմ, չարժե թվարկել բոլոր այն դժվարություններն ու փորձանքները, որոնք բաժին են հասել սայլակին գանված նորայրին ու մի կերպ քայլող արտակին։ Ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ եղբայրների քեռու ընտանիքի հոգացությանը։ Տեսանյութի հերոսները պատմել են, որ նրանք միշտ եղել են իրենց կողքին, օգնել են ինչով կարողացել են, ու հիմա էլ, երբ մնացել են առանց տան, քեռին նրանց հատկացրել է թեկուզ փոքր, այդուհանդերձ մի տարածք, որտեղ կարողանում են գոյատևել։ Մեր նկարանող խմբի անդամները հաճելիորեն զարմացել են, երբ տեսել են, թե սանիտարահիգիենիկ նպաստավոր ինչ վիճակ է տիրում այդ մի քանի քառակուսի մետր տարածքում։ Հարգելի հեռուստադիտող, եթե յուրաքանչյուրս թեկուզ մի լումա ներդնենք, կկարողանանք ճակատագրի տասնյակ հարվածներին դիմագրաված եղբայրների տանը բարվոք վիճակ հաղորդել ու նրանց ապահովել կենցաղային եւ այլ անհրաժեշտ իրերով։ Դրանց կարիքը նրանք շատ ունեն։ Հաշվի համարը կլինի ձեր էկրաններին։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի
չհանձնվելու անբեկանելի կամքը։ Տեսանյութը։ Հրդեհի ճիրաններից փրկվեցին միայն 2-ով ու հրաշքով ողջ մնացին։ Մարտի 26-ին տեղի ունեցած չարաբաստիկ հավերիչ հրդեհը մեկ ակնթարթում մոխրացրեց տունը եւ Հարությունյան եղբայրներին զրկեց միակ կացարանից։ Անօգնական տղամարդիկ կրակի բոցերից հարևանների օգնությամբ կարողացան դուրս պրծնել։ Հարևանները ինձ մոտ ջարդեցին, իմացան ու կարեն եղել։ Ջարդեցին, եկան ցանկապատախաշին, մեզ հանեցին դուրս եկուսել։ Իսամոթից հարևանները բարեկամները։ Չենք ասողություն որ ասում մտան ներս։ Տղեկը։ Մի չոզիկի մտան ներսը։ Տունն ամբողջությամբ այրվեց, ոչինչ հնարավոր չեղավ փրկել։ Պարզվեց պատճառը հոսանքի տատանումներ։ Դեպքից հետո իր արհեստանոցում եղբայրներին ժամանակավոր ապաստան է տրամադրել նրանց քեռին, թեև տարածքը բնակելի չէ, բայց այս պահին միակ տականկյունն է։ Ամուսնուս արհեստանոցն է ճիշտ ասած, բայց դե որ հնարավորություն չկար ուրիշտեղ ստիպված տեղավորել ենք ստեղ, ամեն հարմարություն ունի, մեզի եսին ստեղ ապավում ամեն չոր։ Նորայրի ու Արտակի մայրը մահացել է դեռ 4 տարի առաջ։ Հորից վաղ տարիքում են զրկվել։ Մանկությունից նրանց խնամքն իրենց վրա են վերցրել մոր ծնողները։ Անժելա Քերակինն ասում է տղաների մոր մահից հետո իր ուժերի ներածին չափ ամեն ինչ արել է, որ լրացնի մայրական խնամքի բացակայությունը։ Շատ է սիրում իրանց մաման իրանց, իրանք էլ իրանց մաման։ 4 ամսական ինքն եղել, մի 2 տարի ու կես էլ ինքը բաժանվել ամուսնուց, Իսուր կեսրարս են օգնել պահել, տուննել ենք Իսուր կեսրարս իրանց առել։ Ձեր մոր բացակայությունը շատ եք զգում։ Շատ։ Կա մի բան որ կուզեք իրան ասել։ Լավ ենք։ Այսքան լավ ենք։ Մենք չմտածի, մենք լավ ենք։ Եղբայրները երկուսն էլ առողջական լուրջ խնդիրներ ու հետևողական խնամքի կարիք ունեն։ 53-ամյա Նորայրը ողնաշարի կողային կորացում ունի, այն էլ խիստ արտահայտված։ Չի կարողանում նորմալ քայլել, մեջքը միշտ է այսպես կռացած։ Իդեպ նաև խոսքային խանգարումներ ունի դիմածնոտային խնդիրների պատճառով։ Չնայած դժվարանում է խոսել, բայց շփվել շատ է սիրում։ Մարդամոտ է, միայն թե սրտնեղում է, որ իր ասելիքը շատ հաճախ չեն հասկանում։ Հալիմ եմ, ոնց որ կարողանամ չարեմ հալիմ։ Խթորվում եմ։ Ո՞ց է ցավում, ես մի ցավում։ Խնդիրն է։ Իսկ 51-ամյա Արտակի դժբախտությունը մոտ 4 տարվա վաղեմություն ունի։ Անասնապահությամբ զբաղվելիս ձյանտակ է մնացել Մարտունու սարերում։ 2 օր անց նրան հասցրել են հիվանդանոց, սակայն սրտահարված ոտքերը փրկել այլևս անհնար է եղել, ամպուտացրել են։ Բերեցին միջև ասրեցինք հիվանդանոց, հնարավոր չէր փրկել ոտքերը, շուտ ամպուտացրեցին։ Իմացեք, որ պիտի ոտքեն ամպուտացիան, ինչ եք զգացել։ Այնուամենայնիվ շուտ անենք, որ ոտքերը լրի չկտեին։ Ցեն բրդի հեչել է։ Մտածում եմ, որ լրի չկտեն ոտքերս, կես կտնեն, հա։ Դժվարությամբ հարմարվեց նոր կարգավիճակին, բայց ճարն ինչ, հարմարվեց, թեև գրեթե ամեն բան ինքնուրույն կարողանում է անել, բայց միևնույն է, ամենից շատ երազում է կրկին քայլել ու իրեն լիարժեք զգալ։ Պրոթեզի կարիք ունի, սակայն սոցիալապես ծանր վիճակում են։ Ստացած միակ եկամուտն էլ իր եւ եղբոր հաշվանդամության թոշակն է, որն ուղղակի չնչին գումար է։ Կարողանամ ամեն ինչ կարամ անեմ, բայց ոտերով ուզում ոտեր ունենամ, որ ոտերով մեկ են պետք ունենի, ուժի բան։ Արտակը մի քանի տարի առաջ նաև ամուսնացած է եղել, որդեգրել է կնոջ երեխային ու ընտանիք կազմել, բայց այսօր դառնությամբ է հիշում ամուսնական կյանքը։ Ինքը կին ուներ, կինը իր հետ երեխա էր բերել, որդեգրեց, ավելի ճիշտ մանկատուն էր իր մայրը տարել է երեխուն։ Իմ տալը համաձայնվեց, որ իրանք երեխա չունեն, ասեց, որ իր կինն է, ոչինչ, թող իր երեխուն բերի կպահեն։ Բերեց, որդեգրեց, լավ պահեցին, շատ լավ պահեցին։ Հետո ինքը արդեն սկսեց անշնորհքություններ անել, այսինքն իրանց օգնություններ էր գալիս, բարեկամներն են օգնում էին բան են անում, այդ բոլորը իրացնում էր իր մոր տանը։ Երեխան շատ բաց բաժանվել, չէ՞ ուզում տալ, չեմ ուզում, պապայիս մոտ մեն դգնալիս, նա պապայիս մոտ։ Զորը տարան։ Այսօր եղբայրներն ապրում են մեծ դժվարությունների մեջ։ Նրանց միակ հենարանը քեռու ընտանիքն է, Զարմուհին մշտապես կողքին ու պատրաստ օգնելու։ Արտակն ու Նորայրը ոչ միայն նյութական, այլև բարոյական աջակցության կարիք ունեն։ Սրտնեղած ու կոտրված, բայց շնորհակալ աչքերով նայում են Անժելային, որն այսօր նրանց հարազատ է դարձել, մորպես։ Ամեն առավոտ Արտակն ասում Անժել ոնց ես, ասում լավ, ասում քո համար ամեն օր աղոթում եմ։ Դու ես մեր պահող, ասում ապրես։ Իրանց աղոթքը հաստատ վերև կհասնի։
Տիկին Անժելան պատմում է, որ տարբեր կառույցների է դիմել եղբայրներին օգնելու խնդրանքով, բայց արձագանքներ գրեթե չեն եղել։ Հիմա միակ խնդրանքն է, որ փոքրիկ կառույց շինություն լինի, որ տղաները իրենց առանձին անկյունն ունենան ու ձմռանը ոչ թե ավտոտնակում, այլ ապահով մարդկային պայմաններում ապրեն։ Այս չափի զուգարանով խոհանոցով այսքան լինի իրանց բավական է։ Մի հատ ուզում ենք փոքր շինություն անենք։ Քաղաքապետարանը Արարատի օգնել է 100,000 դրամ։ Մարզպետարանին դիմեցինք, ասեցին, որ կառավարությունը կասեցրել է, հիմա այս պահին օգնություններ չեն տալիս։ Դիմենք մեզ շինանտ ուղղենք շինանտ 100 ցեն ավազ ջան եւ շիֆերներ։ Փշրվում են մարդկային ճակատագրերը, երբ հանկարծ մի ակնթարթում կյանքը գլխի վայր շուռ է գալիս։ Թե Վարտակն ու Նորայրը կորցրին ամեն ինչ, բայց պահել են ամենաթանկը՝ միմյանց մարդկային արժանապատվությունն ու ապրելու կամքը։ Եղբայրներին շատ բան հարկավոր չէ, միայն մի փոքրիկ անկյուն, որտեղ կկարողանան նորից սկսել կյանքը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք. Ինչպես էր անետացել տղան, ոչ ոք չէր նկատել։ Երեխայի մարմինը գտնելու մասին բոթը ցնցեց հանրապետությունը, ջուրն էր տարել երեխային։ Ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ են մտնում ջրային տարածքներ, ծովը ծնկներից է դառնում։ Գերագնահատում են իրենց ուժերը։ 20-ից 30 տարի առաջ նույն արփագետում խեղդվելուց են փրկվել։ Ես պատահական ընկա այդ հատվածը եւ էլի խեղդվում էի։ Գեղարքունիքում Մասրիկ գետում հայր եւ որդի են խեղդվել։ Տիղմով պատված ջրամբարները ողբերգական պատահարների պատճառ են դառնում։ Այո, ջրամբարները մարգելված է լողալը։ Ոչ բոլոր ջրամբարների հարակից տարածքներում է, որ լողալն արգելված է։ Այսպիսի երևույթները երբեմն ողբերգական ավարտ են ունենում։ Գետերի երկայնքով, որոնց մոտ են բնակելի տները, կարելի է մետաղական պատնեշներ, ցանցեր տեղադրել։ Շատ դեպքերում այնտեղ մարդ չեք տեսնում։ Գեղարքունիքի մարզի մեծ Մասրիկ գետում հայրով որդի են խեղդվել, Մայրաքաղաքի Արցախի փողոցի հարակից ջրատարում Պարսկահայ, Երևանյան լճում քաղաքապետարանի աշխատակից է խեղդվել, Մարմարիկում նախնական տեղեկություններով գետը ընկած երկամյա երեխայի որոնումները դեռ շարունակվում են։ Վերջին շրջանում հաճախակիացել են ջրահեղձման դեպքերը։ Համենայն դեպս այս տարի արդեն նման 5 պատահար է արձանագրվել, թե ըստ վիճակագրության ջրամբարներում, լճերում ու գետերում ավելի շատ ջրահեղձ են եղել 2023-ին, մահվան 15 դեպք։ Հետևաբար հարցը, թե արդյոք դժբախտ այս պատահարները ընդհանրություն ունեն, ամենևին էլ ռետորական չէ։ Այո, ունեն, ու պատճառները մի քանիսն են։ Քաղաքացիները խեղդվում են կամ անվտանգության կանոնները անտեսելու, կամ լողալ չիմանալու, կամ ալկոհոլի չարաշահման, կամ էլ ծնողների անուշադրության պատճառով։ Այնիշ տեղի ունենում այս օրերին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի եւ հարակից տարածքներում իրապես ողբերգություն է։ Թեև 2 տարեկան երեխայի որոնողական աշխատանքները մինչև օրը շարունակվում են, սակայն 0 արդյունք։ Հալումաշ եղած ծնողները արդեն 1 ամիս քուն չունեն։ Մինչդեռ եթե երեխային աչքաթող չանեին, հիմա արտակարգ իրավիճակների եւ օպերատիվ այլ ծառայությունների տասնյակ աշխատակիցներ ստիպված չէին լինի ամեն օր նրանց գուժել, թե այսօրն էլ ոչ մի արդյունք չտվեց։ Իսկ ինչ տիպի ջրավազաններում են հիմնականում տեղի ունենում դժբախտ պատահարները, հարցին մասնագետները պատասխանում են ջրամբարներում եւ մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն հրավիրում։ Բանն այն է, որ ոչ բոլոր ջրամբարների տարածքներում կան լողալը արգելված է կամ ջրամբարին մոտենալիս պահպանեք անվտանգության կանոնները, վերտարության վահանակներ։ Ոչ բոլորը ունեն հսկիչ անվտանգության կետեր կամ տեսախցիկներ։ Իսկ հետևանքը այն է, որ տիղմի մեջ կորած ջրամբարը դառնում է շատ քաղաքացիների վերջին հանգրվանը։ Ներկայացնում եմ Նայիրի Մուրադյանի «Կործանեց և կործանվեց» տեսանյութը։ Սասունն ու Աննան եթե միասին տեսախցիկի առջև չխոսեին, հաստատ մեկը մյուսին չէին պատմի, որ 20-ից 30 տարի առաջ նույն արփագետում խեղդվելուց են փրկվել։ Վայոց Ձորցի ամուսինների աչքով հիմա այդ դաժան պահերն անցան մեկ ակնթարթում։ Մի հատված կար, որտեղ ջուրը պտույտ էր տալիս, ես պատահական ընկա այդ հատվածը եւ էլի խեղդվում էի։ Չէի պատկերացնում, որ խորները դες միամիտ ընկա, բայց ես իմ կոդով էլ հելել եմ։ Ներքին գործերի նախարարության պաշտոնյան խորը հոգոց հանեց, երբ խնդրեցինք վիճակագրություն ներկայացնել, թե
անցած 1-2 տարիներին եւ այս տարվա առաջին ամիսներին քանի այսպիսի ողբերգական դեպք է արձանագրվել ջրային տարածքներում։ 15 մահվան դեպք միայն 2023-ին է արձանագրվել, ամենաշատը վերջին 3 տարիների ընթացքում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ջրամբարներում, լճերում ու գետերում 2022-ին 9, 2024-ին 8 մահվան դեպք է արձանագրվել։ Յուրաքանչյուր տարի փաստորեն մենք ունենում ենք զոհեր։ Վիճակագրական թվերն էր ներկայացնում Արսեն Սարոյանը, ներքին գործերի նախարարության աշխատակիցները նոր ահազանգ ստացան։ Գեղարքունիքում Մասրիկ գետում հայր եւ որդի են խեղդվել։ Այս տարվա մահվան 3 դեպքերին եւս 2-ն ավելացավ։ Մեկ զոհ գրանցվել է Երևանյան լճում, տղամարդ եւ մեկ զոհ գրանցվել է Շիրակի մարզում եւ մեկ զոհ այլ տեղում է գրանցվել։ Մայիսի 13-ին համացանցում տարածված կադրերն են։ Լուսաղբյուր գյուղի Սմավերդի կոչվող լճում քաղաքացին ջուրն է սուզվել եւ դուրս չի եկել։ Փրկարարներն ու ջրասուզակը երկար աշխատանքից հետո հայտնաբերեցին քաղաքացուդին, դուրս բերելով ափ։ Շատ հաճախ քաղաքացիները լողալ չիմանալով նույնիսկ ալկոհոլի ազդեցության տակ մտնում են գետերը, լճերը եւ ջրամբարները, վտանգելով իրենց կյանքը։ Այսպիսի երևույթները երբեմն ողբերգական ավարտ են ունենում։ Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ խեղդվում ջրահեղձ են լինում ջրամբարներում։ Կարելի ասել, հանրապետությունում տիղմով պատված ջրամբարները ողբերգական պատահարների պատճառ են դառնում։ Այո, ջրամբարներում արգելված է լողալը։ Ես ինչպես նշեցի, միայն ու միայն այն վայրերում, որտեղ դրա թույլտվությունը կա։ Բայց արի ու տես, որ ոչ բոլոր ջրամբարների հարակից տարածքներում է, որ լողալն արգելված է։ Նախազգուշացնող վահանակներ երբեմն չես էլ տեսնի։ Այդպիսի ջրամբարների տարածքը հսկող պահակակետերի առկայությունը պարտադիր է։ Տեսահսկող տեսախցիկները եւս։ Մենք տեսնում ենք, որ կան դիտարկման կետեր, դերևս մինչև Հայաստանի անկախությունն է կառուցվել, այնտեղ կան դիտարկման կետեր եւ շատ դեպքերում այնտեղ մարդ չենք տեսնում, այսինքն կառուցված ինչ որ կոնստրուկցիաներ կան, այն ցուցանակները, որ նույնիսկ եթե ինչ որ ջրամբարի մոտ տեղադրված կան, դա դերևս ոչինչ չի նշանակում, որովհետեւ մարդիկ շատ դեպքերում համոզված կամ վստահ լինելով սեփական ուժերի վրա գնում են էլի ինչ-որ գործողություններ ան։ Եվ ամենակարևորը հատկապես վտանգավոր լճերի եւ ջրամբարների դեպքում պետք է հերթապահեն նաեւ փրկարարները։ Պետք է անընդհատ շրջող հաստիկներ լինեն, մարդիկ լինեն, աշխատակիցներ լինեն, որոնք այդ ամեն, եթե արգելված չի տվյալ ջրամբարի շուրջ մարդկանց կուտակումները, եթե տվյալ ջրամբարը այն տեսակի է, որ ուղղակի արգելված է մարդկանց մուտքը, ապա դրանց անվտանգությունը պետք է ուժեղացվի։ Զրուցակիցս մի քանի տարբերակներ առաջ բերում, թե ինչպես կարելի է ջրային տարածքների, գետերի, լճակների կամ ջրամբարների հարակից տարածքներում ապրողների համար անվտանգային գոտի ստեղծել։ Օրինակ գետերի երկայնքով, որոնց մոտ են բնակելի տները, կարելի է մետաղական պատնեշներ, ցանցեր տեղադրել։ Արժե, որպեսզի գետի երկայնքով լինեն որոշակի պատնեշներ, հա, ասենց ասած, դրանք կարող են լինեն, այսինքն ինչ որ մետաղական կոնստրուկցիաներ, շատ թեթև, տեսողության, այսինքն տեսքը, այսինքն մի քիչ խեղաթյուրող, բայց անվտանգ, հատկապես այն տարածքներում, որտեղ բնակելի տներ են առկա եւ կարծես թե գյուղացիները չէին համաձայնվում եւ ասում էին, բա ոնց գետահոսում, միգուցե ինչ-որ մեկը գնում է լողանում է։ Այսպիսի իրավիճակներում կարևոր է նաև, որ համայնքային իշխանությունները եւս ուշադիր լինեն։ Արտակարգ պատահարների մեծ մասը տեղի ունենում այն ժամանակ, երբ բնակիչներն իրենց սոցիալական խնդիրներն են ցանկանում լուծել։ Մարդիկ գետերում, արգելված տարածքներում ձկնորսությամբ են զբաղվում։ Մի փոքր անզգուշությունը կարող է ճակատագրական լինել իրենց կյանքի համար։ Եթե մենք ուզում ենք մեր գետերը ծառայեն իրենց նպատակին, ապա հենց տեղական քաղաքականությունը պետք է այդ ամբողջ անվտանգությունը ապահովի, այսինքն տեղական իշխանությունները պատասխանատու լինեն այդ անվտանգությունը ապահովել եւ ինչ որ մի հատվածում հարմարավետ, այսպես ասած, հանգստյան գոտի ստեղծեն համայնքային նշանակության եւ նշանակեն այնտեղ պատասխանատուներ։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ քաղաքացիները ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ են մտնում ջրային տարածքներ, ծովը ծնկներից է դառնում, խեղդվելու հավանականությունը բարձր։ Գերագնահատում են իրենց ուժերը, լողանշաններն ասում են ավելի խորը հատվածներ են լողանում։ Չեմ պատկերացնում մոտորանավակի, ասենք, օղաշրջման հետևանքով ինչ կարող լինել, այդպիսի դեպքեր են շատ լինում։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամռան ամիսներին, երբ արձակուրդային շրջան է, երիտասարդներին, անչափահաս երեխաներին ավելի շատ գետերին, լճերին, հարակից հանգստի գոտիներն են ձգում։ Մասնագետները չեն դադարում հորդորել հատկապես ծնողներին լինել ծայրահեղ ուշադիր, թույլ չտալ, որ լողալ չիմացող երեխաները գետերը, լճերն ու ջրամբարները մտնեն, լինել չափազանց զգոն։ Գետ մեկ ակնթարթ անուշադրությունն ու աչքաթող անելը կարող է խիստ ծանր արժենալ ու ճակատագրական լինել ձեր ու ձեր երեխայի համար։ Փոքր երեխաներ, որ ծնողի անուշադրության հետևանքով կորել շատ են, որ կորում են։ Պետք է միշտ զգուշավոր լինեն եւ այո, եթե երեխա է առանց ուշադրության չպետք է թողնել տվյալ տարածքում, հատկապես երբ որ մենք տեսնում ենք վերջի դեպքերը։ Այս տարվա ամենաողբերգական դեպքը ցնցեց ամբողջ հանրապետությունը։ Մարմարի գետի հարևանությամբ գտնվող տներից մեկի հարակից տարածքից 2 տարեկան Տիգրանը անհետացավ։ Տունա գնացա, գետի կողմնա գնացա, թես կողմնեկը ոչ մի տվյալներ չունեն։ Հնարավոր է գետն էլ լինի, հնարավոր է գողացած էլ լինեն, շատ հնարավոր։ Երեխեքն երկուսով են ստեղ խաղալ չէ։ Քուր եւ աղբեր, հա։ Եկեն քուրն տունա գնաց, աղբերը մնաց այստեղ խաղալ։ Հա։ Ու անհայտած 20 օր շարունակ փրկարարներ ամբողջ Մարմարի քամայնքը փոքրիկ Տիգրանին էին որոնում։ Բոլորի համար առեղծվածային էր արտակարգ այս պատահարը։ Ինչպես էր անհետացել տղան, ոչ ոք չէր նկատել։ Հարևանությամբ գտնվող շենք-շինությունների, օբյեկտների տեսախցիկներն էլ չէին ֆիքսել Մարմարիկի շրջակայքի անցուդարձը։ Խանութների կողմից այս կողմը չի ֆիքսվել։ Իսկ ինքը աշխուժ երեխա էր, այդպես։ Հա, ճարպիկ երեխա է։ Այստեղ գետ չէր ասի ինքը։ Բնականաբար էլ դի առաջ էր։ Տիգրանենց տնից 100-ից 150 մետր հեռավորության վրա է Մարմարի գետը։ Ինչպես էր կարողացել 2 տարեկան տղան միայնակ գետի ափ հասնել, շրջանցելով հորն ու պապիկին, որ վերջիններս ոչ մի կերպ չէին տեսել երեխային։ Այդ օրվա ականատեսը փոքրիկի հետ եղած 4-ամյա քույրն է եղել միայն։ Առաջացել եմ դեպի տուն, կինս դուրս է եկել, հարցրել է երեխան, բա ուր է, ասել եմ երեխան եկել է տուն։ Ստե գործանել չենք իսախտել։ Երեխան առաջացել է դեպի այն, ուշադրություն չեմ դարձրել։ Տիգրանին անտառներում էլ փնտրեցին, օր ու գիշեր անդադար որոնեցին։ Այս միջև վերջ գետի ամբողջ երկայնքով միջև ջրամբար փնտրում ենք էլի։ 20-րդ օրն էլ երեխայի մարմինը գտնելու մասին բոթը ցնցեց հանրապետությունը։ Ջուրն էր տարել երեխային։ Շաբաթ օրը ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարարները Մարմարիկ գետում Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Որ ասեմ տես մի ցցուն խոչընդոտ գտա, ինչի պատճառով մեքենան կարող էր սենց օր ընկնել, սուտ կլինի։ Հսկայական ավտոբուս վարելը թթութան չի, ամեն մարդու բան չի։ Սաղարուն է, նայ։ Այս զռլաման ինչ գործ ունի ստեղ օրը ցերեկով, որ մի հատ էլ այս օրն է ընկնում։ Տեսնում եք, որ ձեր խոսքը գործի հետ չի բռնում։ Էսա չէ, գազախովաղա։ Երբ վրայերթի դեպք ալինում, ինչ եմ անում առաջին հերթին։ Ճիշտ է, ման եմ գալիս հետիոտնային գծեր։ Այս դեպքում դրանք բացակայում են։ Շտապօգնությունն է, չէ՞ տարել։ Մահացածը մի աղջկա է ուզել, վերջինս սակայն ընտրել է Նապոլեոնին, ու հենց այդ ընտրությունն էլ ճակատագրական է դարձել Սիրիային եռանկյունու արական սեռի ներկայացուցիչների համար։ Սաղարուն է։ Իսկ ինչ կասեք, եթե իմանաք, որ այդ եվրոներից մի քանիսն էլ հայտնաբերվել են դիակի բերանի մեջ։ Հասարակական տրանսպորտի մասին թե վերջին ժամանակահատվածում շատ է խոսվել ու հիմնականում ուղևորցի բարձրացման համատեքստում, բայց մի կարևոր թեմա հանրությունը կարծես աչքաթող է արել, թեև այն ուղղակիորեն առնչվում է հենց հանրային անվտանգությանը։ Խոսքը ավտոբուսների վարորդների մասին է։ Կասեք, բայց վարորդների մասին էլ է շատ խոսվել։ Ճիշտ է։ Ուղևորները սկզբում բողոքում էին նրանց հարգանքի բացակայությունից, մասնավորապես աղքատիկ բառապաշարից կամ ծխելուց, հետո նրանց պահվածքից։ Եթե հիշում եք, ծեծկրտուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ուղևորը հրաժարվել էր 150 դրամ վճարել։ Մինչդեռ վերջին ժամանակահատվածում աճել են ավտոբուսների մասնակցության վթարների ու ինքնավթարների դեպքերը։ Ընդ որում, միայն նման դեպքից հետո է տեղեկանում, թե իրականում ով է վարել ավտոբուսը, որով փորձում է իր A կետից հասնել B կետը։ Սեբաստիա փողոցում ավտոբուսի ինքնավթարից հետո տեղեկացանք, որ վարորդը բոլորած է եղել կյանքի 7-րդ տասնամյակը։ Պատկերացնում եք, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ մի քանի տասնյակ ուղևոր տեղափոխող 70-ամյա վարորդը։
Նկատի ունեմ զգոնության, ռեակցիայի բացակայությունը, տեսողության հետ կապված խնդիրները եւ այլն։ Բայց անգամ ամենաթունդ քննադատությունը դժվար թե մխիթարի ինքնավթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9 ուղևորին։ Հետևաբար սին ու փուչ են բոլորին հավաստիացումները, թե ուղևորցի թանկացման դեպքում հնարավոր է պահպանել ավտոբուսային պարկը։ Ավելի լավ է վարորդների ճիշտ ընտրություն կատարեք, պարոնեք իրավասուներ։ Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին։ Ամենայն հայոց բանաստեղծի այս խոսքերը արդիական են բոլոր ժամանակներում ու բոլոր տեղերում, այդ թվում նաև նրա հայրենիքում, Լոռիում։ Մեծ պարնի Կատնաջուր գյուղերի խաչմերուկում տեղի ունեցածը շատերին ցնցեց։ Ենթադրյալ մարդասպանը իրավապահներին սառնասրտորեն պատմում էր, թե ինչպես ու ինչ հանգամանքներում է սպանել 29-ամյա Արսեն Կիրակոսյանին։ Նախնական տեղեկություններով Արսենը ցանկացել է ընտանիք կազմել մի աղջկա հետ, որը հետագայում նշանադրվել է մեկ այլ տղայի հետ։ Ըստ մահացածի հարևանների, սպանության հիմքում հենց այս պատմությունն է։ Տեսնես ինչ է զգում երիտասարդ աղջիկը, երբ ընտրյալը հիմա բանտում է, իսկ նախկին երկրպագուն գերեզմանատանը։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի անթաքույց դարանած դժբախտությունը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, էս ինչ զուլում է։ Այն անտերը նույնիսկ քաղաքային տրանսպորտից չես կարողանում նորմալ օգտվել։ Նստում ես, որ գնաս աշխատանքից տուն կամ հակառակ ուղղությամբ ու չգիտես, կհասնես թե ոչ։ Անցած օրերին նման 2 դեպք արձանագրվեց, ինչի հետևանքով ուշադրություն 15 քաղաքացի տեղափոխվեց հիվանդանոցներ։ Սկսենք Աբովյան Առինջ մարշրուտով, երթևեկող թիվ 48 երթուղին սպասարկող գազելի հետ կատարվածից։ Հա, ճիշտ լսեցիք, գազել։ Էս իր ամեն օրվա երթուղին է, չէ՞։ Այո, ի տարբերություն մայրաքաղաքի, նույնիսկ նրա արվարձաններում դեռ գազելներ են երթևեկում։ Ու չեմ զարմանա, եթե վերջում պարզվի, որ Առինջ գյուղում Ձագավանքի փողոցում երկաթեսյանն ու գազադար խողովակին բախվելու պատճառը մեքենայի անսարքությունը լինի։ Թե չէ նայում էի, ու որ ասեմ տեստ մի ցցուն խոչընդոտ գտա, ինչի պատճառով մեքենան կարող էր սենց օր ընկնել, սուտ կլինի։ Տունը շինված լավա գազի խողովակը վարի չի տվել։ Փաստն է, որ ինչպես լսեցիք 5, բայց հետո պարզվեց 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։ Որ հիվանդանոցներ են տարել։ Սենց այդքան Բելարուսի դեսպանատուն։ Թե ասա ինչ կապ ուներ, թե ուր է տանում ճանապարհը, բայց դե մի բան պիտի ասես, հո լրկված չես նկարի։ Նաև պիտի ասեմ, որ հալալ է մեր քաղաքացիներին, սրտացավ քաղաքացիներին։ Ինչև շտաբօգնության խմբերի ժամանումը իրենք են վիրավորներին առաջին բուժօգնությունը ցուցաբերել։ Այն մարդկանց, որոնք առավոտյան 10-ի սահմաններում գնում էին իրենց գործով դասի կամ տուն։ Այ մարդ, հիշում եք չէ, թե ժամանակին ինչ մականուն էին ստացել այս գազելները, մահվան գազելներ։ Հիմա այդ գծի տերեր ու նրանց վերահսկողներ ձեզ եմ դիմում։ Պիտի պարտադիր մականվանը համահունչ դժբախտություն տեղի ունենա, որ նոր հանեք սրանք շահագործումից։ Հեսա իրա հետքերը։ Էս էլ մայրաքաղաքում օրը ցերեկով տեղի ունեցած դեպքը։ Հիշում եմ, երբ քաղաքապետարանից ցանկություն, նաև համոզմունք էին հայտնում, թե վարորդների տարիքը չպետք է գերազանցի 50-ը, անշուշտ իրավացի են, որովհետև հսկայական ավտոբուս վարելը թթութան չի, ամեն մարդու բան չի, բայց մի բան է խոսքը, մեկ այլ բան գործը։ Սեբաստիա փողոցում Եռաբլուր զինվորական պանթեոնի հարևանությամբ չինական Ժոնգտոնգ ավտոբուսը այսօրը գցողի տարիքը մոտ 70 է, բան չունեմ ասելու։ 50-ից հետո էլ մարդը պետք է աշխատի, կյանքը դրանով չի ավարտվում, բայց դե էլի եմ կրկնում, հասարակական տրանսպորտ վարելը հեշտ չէ, սա էլ արդյունքը։ Սաղարուն է, նայ։ Թե ինչ հանգամանքներում է ավտոբուսը դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին թող 70-ամյա վարորդը ասի։ Փաստն է, որ վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Այլ կերպ հնարավոր էլ չէր։ Նայում էի ավտոբուսի վիճակին ու խնդրում բարձրալին, որպեսզի վարորդն ու բոլոր ուղևորներն էլ ողջ մնան։
Արագության մասով չեմ կարող շատ բան ասել։ Անկամ եթե 50-ի տակ ընթացած լիներ, էլի կարող էր սենց վիճակ ստեղծվել, բայց դե եթե տարիքով չլիներ, գուցե ռեակցիան ինչ որ կերպ աշխատեր ու խուսափեր այսքան բաներին բախվելուց։ Տո ով ասես էլ չեկավ, տո էլ երկխաղլույսից, տո էլ Երևանի էլեկտրատրանսպորտից, որպեսի էլեկտրասյան հարցը լուծեն, էլ չեմ ասում շտաբօգնության բրիգադները։ Ականատեսները ասում էին, թե Շամշյան, եթե մի քիչ շուտ գայր կտեսներ, թե այստեղ ինչ Սոդոմ հոմոր էր տիրում։ Նենց որ քաղաքապետարանի պաշտոնյաներ, այն որ ասում եք տրանսպորտի գինը բարձրացնենք, որ կարողանանք այս ավտոբուսները մարդավարի շահագործենք, ավելի լավ է վարորդների վրա ուշադրություն դարձրեք։ Թե չէ տոմսը 1000 դրամ էլ սարքեք, բայց ավտոբուսը տարեց մարդ վարի, միևնույն է, արդյունքը նույնն է լինելու։ Կարող բախվեր սրան, դիզվառելիքը դուրս գար։ Հա։ Էսա 23, էսա 23-ն է։ Քաղաքապետարանի պրեդիավկաները այսքանով չավարտվեցին։ Հիշում եմ, երբ հայտարարում են, թե մեծ տոննաներով բեռնատարները քաղաքի կենտրոնում տեղ չունեն։ Սովետի ժամանակների օրինակն էին բերում, թե բա այն ժամանակ խիստ էր ու շատ ճիշտ էր։ Համաձայն եմ ժողովուրդ ջան, որ դա է ճիշտը։ Այն ժամանակներում կային փողոցներ, որտեղ բեռնատարների հայտնվելը դրանց վարորդների համար ծանր գիներ ունենում։ Բահալա ասեք նախագահական նստավայրին կից ձգվող Սիլվա Կապիտիկյան փողոցի մասով։ Հիմա ձեզ եմ հարցնում, այս զռլաման ինչ գործ ունի ստեղ օրը ցերեկով, որ մի հատ էլ այս օրն է ընկնում։ Տեսնում եք, որ ձեր խոսքը գործի հետ չի բռնում։ Հերիք չի ինքը կողաշրջվել է, նաև այդ ընթացքում հասցրել է վնասել գազատար խողովակը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հաշված րոպեների ընթացքում դեպքի վայր հասած փրկարար ծառայության մարտական հաշվարկներից մի տևական ժամանակ պահանջվեց, մինչև մարեցին հրդեհը։ Այդ հլմոն պիտի վառենք, որ ողբերգական հետևանքներ չունեցանք։ Չէ որ հարևանության բնակելի շենքեր են գտնվում ու բավական էր պայթունները ավելի հզոր լինեին եւ այո, արդեն մարկային կորուստների մասին էինք խոսելու։ Էսա չէ գազախողովակը, այս գազը։ Իսկ սյունն այնա որ կոտրվել է։ Մարկային կորուստները չգիտեմ, բայց ջեշտերի մասով իրոք խնդիր ունեցանք։ Ինչպես տեսնում եք, վնասվել են 3 տարբեր մակնիշի կայանված ավտոմեքենաներ, որոնցից մեկը իդեպ հենց Երևանի քաղաքապետարանին էր պատկանում։ Չնայած ինչ օգուտ, եթե մայրաքաղաքի պատասխանատուներից մեկի անձնական մեքենան սենց օր ընկներ, հիմա հաստատ իրար կգային, ավելի ուշադիր կդառնային մայրաքաղաքի փողոցներով բեռնատարների շարժի նկատմամբ։ Մի տեսակ նենց տպավորություն է, կարծես մեր երկրում անտերություն է տիրում։ Երկրի խորհրդանիշներից մեկի նախագահական նստավայրին կպած այս պատկերը հենց դա էլ խորհրդանշում է։ Պահ, թե բա 10-100, հա, ինչ անենք, միևնույն է, մեքենան այսօրն է ընկել։ Փորձանքը ոչ համարներ է հարցնում, ոչ էլ մեքենայի մակնիշը։ Մակնիշն էլ վատը չի, Range Rover, անգլիական հսկանը, բայց էլի եմ ասում, ինչ օգուտ, եթե այսօրն է ընկել։ Ուստի ուշադրություն պետք է դարձնել ոչ թե մեքենայի համարանիշի ու մակնիշի վրա, այլ թե ով է ղեկին, իսկ ղեկին եղել է 65-ամյա Արամը։ Ակամա մտաբերեցի տեսանյութի սկզբում ներկայացված Ժոնգտոնգ մակնիշի ավտոբուսի վթարը։ Նրա ղեկին էլ 70 տարեկան մարդ էր։ Կարծնեք, թե այս մի տարեց մարդը ինչ է արել, հեսա ասեմ, ժողովուրդ ջան։ Շտաբօգնությունն է, չէ՞ տարել։ Ասեմ, թե երբ, ում, ինչու եւ ուր է տարել։ Լրիվ շտո գծե կագդան դառավ։ Եվ ուրեմն երեկոյան ժամը 19-ի սահմաններում Շիրակի փողոցում Ռենեսանս ռեստորանային համալիրի հարևանությամբ 65-ամյա Արամը ռենջով վրաերթի է ենթարկում 2 հետիոտնի։
20-ամյա Տիգրանին եւ 40-ամյա Տաթևիկին։ Իսկ երբ վրայերթի դեպք լինում, ինչ եմ անում առաջին հերթին։ Ճիշտ է, ման եմ գալիս հետիոտնային գծեր, այս դեպքում դրանք բացակայում են, ինչը նշանակում է, որ հետիոտները անցել են չթույլատրված հատվածում, այդպես են խոսում դեպքի վայրում հավաքվածները, սակայն իմ տեղեկություններով հետիոտները կանգնած են եղել վրայերթի վայրի հարևանությամբ գտնվող մայթին, քանի որ քիչ այն կողմ նրանց տունն է եղել։ Եվ ընդ որում, ինչպես տեսնում եք, Range Rover-ի վարորդը վրայերթով չի սահմանափակվել։ Վրայերթից հետո Range Rover-ի վարորդը բախվել է բազալտե եզրաքարին, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը ու երկաթե տաղավար, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել երկաթե ճաղավանդակին, մի խոսքով գժանոց։ Բարեկները վարորդին ենթարկում են սթափության փորձաքննության ու պարզվում, որ սթափ է։ Դե շատ լավ է, որ սթափ ես ու չես դիմել փախուստի։ Դատարանը հաշվի կառնի, բայց վատ է, որ զգոնությունդ բացակայել է, թեև զարմանալու բան չկա։ 65-ամյա մարկանց մոտ դա նորմալ է։ Հա, իդեպ, ինչպես հետո պետք է պարզեի, վրայերթի ենթարկվածները մայր ու որդի են, տղան էլ նոր էր զորացրվել։ Իսկ հիմա Միկաթիլ Մեղրի պատմության մասին, որը տխուր եւ ողբերգական հանգուցալուծում ստացավ։ Ամենայն հայոց բանաստեղծը ասում էր. «Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինի կինն ու գինին»։ Հենց այս տողերը հիշեցի, երբ Ահազանգի հետքերով գնում էի Լոռու մարզի Մեծ Պարնի Կատնաջուր գյուղերի խաշմերուկ։ Չիմացողների համար ասեմ, որ այս տեղանքը գտնվում է Սպիտակ Գյումրի ճանապարհին։ Կասեք, ինչ կապ ունի ամենայն հայոց բանաստեղծը քո պատմության հետ, բացի նրանից, որ լոռեցի է, ամենաուղղակի ժողովուրդ ջան, ու հիմա կհամոզվեք։ Իսկ սողալնա Քաղաքացիական հագուստով ոստիկանները նախքան այս տեղանքը հասնելը արդեն տեղեկացել են, որ Սպիտակ բժշկական կենտրոնը տեղափոխվել Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա Արսեն Կիրակոսյանի դին։ Պարզել էին նաև, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 25-ամյա Ֆրունզիկ Թումայսյանի վարած Օպելով։ Դե արդեն մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարցեր։ Պարզում են, որ նշված հատվածում սպանություն է տեղի ունեցել, ընդ որում առանձնակի դաժանությամբ։ Զոհին հարվածել են թե քարերով, թե դանակով։ Հետո էլ ասում են, թե իրավապաներին անընդհատ քննադատում են։ Փաստորեն հաշված ժամերի ընթացքում քրեական ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչության եւ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մահացածը զանգահարել է Մեծ Պարնի գյուղի բնակիչ 29-ամյա Նապոլեոն Նազարյանին եւ անձնական հարցերի շուրջ պարզաբանումների համար պայմանավորվել հանդիպել ու փաստորեն իրենց հանդիպան մասին ամբողջ հանրապետությունը տեղեկացավ։ Ըստ մամուլում հրապարակումների մահացածը մի աղջկա է ուզել, վերջինս սակայն ընտրել է Նապոլեոնին ու հենց այդ ընտրությունն էլ ճակատագրական է դարձել Սիրային եռանկյունու Արական սեռի ներկայացուցիչների համար։ Նրանցից մեկը հիմա բանտում է, մյուսը գերեզմանոցում։ Տղերք ջան, անգամ Սիրային հարցերում քիչ մը ուղեղ աշխատացրեք, թե չէ турքը ուրիշ բաներին եք տալիս, վերջում էլ կանգնում եք փաստի առաջ։ Եվ վերջում հանրությունը ցնցած սպանության մասին։ Այս անտեր խաղամոլությունը ինչ մի չարիք էր, որ մեր գլխին եկավ։ Այ մարդ, հանրապետությունում հիմա շատ քիչ ընտանիքներ են մնացել, որոնց անդամներից գոնե մեկը չխաղա։ Կլինի դա կազինո, օնլայն խաղատուն ու տենց լիքը ախմախություններ։ Իսկ ինչի է վաղ թե ուշ հանգեցնում այդ խաղամոլությունը։ Ճիշտ է, ողբերգության։ Այն, ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, աննկարագրելի է, ժողովուրդ ջան։ Առավոտ կանուխ ժամը 6:40-ի սահմաններում Արմավիրի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն են ստանում, թե Վարշապատի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Հասնելով դեպքի վայր, ահա այսպիսի պատկեր են տեսնում։ Այս հետևի հատվածը,
ասացին, որ դուռը բացել են փրկարարները ու իրենք են մուտքի մոտ հատակին հայտնաբերել տղամարդու մարմին ու առնանման հետքեր։ Ինչպես տեսնում եք, աջ ու ձախ թափված փողեր են։ Իսկ ինչ կասեք, եթե իմանաք, որ այդ եվրոներից մի քանիսն էլ հայտնաբերվել են դիակի բերանի մեջ։ Սարսափ ֆիլմերի կնքահայր Ալֆրեդ Հիչքոքը նույնիսկ նախանձեր վաղարշապատյան այս իրականությանը։ Ու քանի որ այս կարգի սպանությունները բացահայտելու համար իրավապաներից մեծ ջանքեր չեն պանջում, կարճ ժամանակում պարզում են եղելությունը։ Այդ անի տեղերը, ոտի տեղերը, բոբի, անցելա վրահունի։ Այլան հետքերը։ Նախ պարզում են, որ սպանվածը նշված տանտերն է, 65-ամյա Գրիգորը։ Հետո պարզում են, որ այս զազրելի արարքի հեղինակը նրա որդին է, 22-ամյա Վաղինակը։ Լսեցիք, ասում եմ որդին է։ Նախնական տեղեկություններով տականքը սպանել է հորը նրա համար, որ գումար չի տվել հերթական կրվածը մարելու համար։ Այդ տենց է, ժողովուրդ ջան։ Հենց սկսում են խաղալ կամ թմրանյութ օգտագործել, այլևս դադարում են որդի, հայր, քեռի կամ մորքուրի մարդ լինել։ Մեր տեղեկություններով Ստահակը հորը սպանելուց հետո մտել է լողացել ու գնացել է մայրաքաղաք ավելի ստույգ հաղթանակ կամուրջ, որպեսի վերջ տա կյանքին։ Սակայն նշված տարածքում հերթապահություն իրականացնող Երևանի գնդի պարեկները կանխել են նրա ինքնասպանության փորձը։ Հիմա կգնաս ու կփթես բանտում, ամբողջ կյանքդ ապրելով մեղքի զգացումով։ Աստված ջան, այս բիբլիական երկրին այսինչ սատանայա տիրել, որ սենց բաների ականատեսն ենք դառնում։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք հունիսի 1-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայացքի։